Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, այս պահին ես ուզում եմ ձեզ փոխանցել Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որոշ տեղեկատվություն։ Այս պայծրությամբ դեռ ձերբակալված անձանց մասին տեղեկություն Գյումրիի քաղաքապետարանից ինձ չեն փոխանցել, բայց Գյումրիի քաղաքապետարանում նոր ինձ տեղեկացրեցին, որ 8 հոգի արդեն կան անձինք, ովքեր ձերբակալված են, հավանաբար ձերբակալման որոշման ներքո տանում են, բայց այն ինչ որ մենք տեսանք այդ տեսանյութերում, դա միանշանակ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանությունը տապալել է սահմանադրական կարգը, այսինքն այսպիսի վայրագ գործողություններ շրջափակում քաղաքապետարանի բնականon գործունեությունը խաթարելու եւ այդպիսի նաեւ բռնաճնշում բանեցնելու այս տեսարանները միանշանակ փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն սահմանադրական կարգը տապալված է եւ դա տեսանելի է, երբ դա միայն խոսքերով էր կամ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելով էր, մենք այդպիսի ձայնագրություններ էինք լսել, այս պահին մենք արդեն տեսնում ենք, ականատեսնենք հստակ այն իրողության, որ Գյումրիի ընտրված իշխանության նկատմամբ գործադիր տեղական ինքնակառավարման ընտրված իշխանության նկատմամբ գործադիր իշխանությունը իրականացնում է հարձակում վայրագ միջոցներով, ահաբեկում, ամբողջ քաղաքապետարանի գործունեության խաթարում եւ սա արդեն ակնհայտորեն մենք տեսնում ենք, հետեւաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը այլևս բացարձակ խախտված է, այսինքն տապալված է եւ այս հանցակազմի բոլոր արդեն տարերը մենք տեսնում ենք եւ հետեւաբար ես չգիտեմ որը պետք է լինի հաջորդ քայլը, բայց եթե մենք դիտարկենք սա նաեւ այլ տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ թուրքերը գրավեցին Գյումրին, որովհետեւ այլ կերպ մենք թուրքը մտավ Գյումրի եւ երբ թուրքը մտնում է Գյումրի, մենք հասկանում ենք նաեւ երբ հետ վերադառնանք պատմությանը, ապա թուրքը երբ մտավ Գյումրի, մենք կորցրեցինք նաև մեր առաջին հանրապետությունը։ Հիմա մոտավորապես շատ ցավոտ բան եմ ասում, բայց երբ Շուշին գրավեցին, Շուշիից հետո հիշեցի առաջին հանրապետության պետական պաշտոնյաների խոսքերից մեջբերում կատարեցի, որ Կարսը երբ հանձնեցին, հետագայում նաև հանձնվեց արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Շուշին երբ հանձնեցին, նաև հանձնում են փաստացի եւ Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա մենք դրա ականատեսն ենք, որոշ նյութերում զանգերը հնչում էին եկեղեցու, միգուցե նորից հավաքվենք, միգուցե Սարդարապատն է, սա մեր Սարդարապատն է լինելու, այդպես դիտարկենք, ես չեմ իմանում ինչ լուծումներ պետք է լինեն, բայց այնուամենայնիվ այն ինչ որ կատարվում է այսօր մեր հանրապետությունում, քաղաքում, եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, այսպիսի հայտարարությունները, այսինքն մենք տեսնում ենք, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները, այսօրվա գործող եւ որ նրանք հայկական չեն, դա միանշանակ է, որ նրանք ազգային չեն, դա միանշանակ է, բայց նրանց ոտնձգությունները կարևոր ինստիտուտների նկատմամբ երկու կարևոր ինստիտուտ կա մեր հանրության համար նշանակություն ունեցող մեկը այս պահին Գյումրիի ընտրված քաղաքային իշխանությունն է, տեղական ինքնակառավարման մարմինը եւ մյուսը հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը, որտեղ երկու դեպքում էլ նման վայրագ գործողությունները, որը իրականացվում են, դա ուղղակի սահմանադրական կարգի տապալում կարելի է որակել եւ բացի այդ նաեւ խղճի, կրոնի ազատության նկատմամբ բացառիկ ոտնձգություն գործադիր իշխանության կողմից։ Այսքանը եթե ես ունենամ նորից տեղեկատվություն ձեզ կփոխանցեմ, համենայն դեպս գյումրեցիներին մաղթում եմ ուժ, տոկունություն, համառություն, համոզված եմ, որ նրանք ունեն այդ ամենը եւ կդրսեւորեն եւ միամուռ ուժերով մենք կարող ենք շտկենք իրավիճակը։ Այսքանը։